Իրենց վրա հսկայական տպավորություն թողեցին հանրապետության մայրաքաղաքի ճարտարապետական համալիրները։ Ինձ թվում է, որ կգա ժամանակ, երբ Երևանը կդառնա աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Այսպես է նկարագրել Երևանը չիլիացի գրող Պաբլո Ներուդան, ով Հայաստան էր եկել 1957 թվականին։ Անցել է արդեն գրեթե 60 տարի, շատ բան է փոխվել, դժվար թե գրողը ներկայիս Երևանը տեսնելուց հետո նույն կերպ նկարագրեր այն։ Երբեմնի երևանյան հին բակերին, փողոցներին, շենքերին, զբոսավայրերին, ոչ մեքենայաշատ փողոցներին եկել են փոխարինելու նորակառույց անշուք շենքերը, իրարից չտարբերվող սրճարաններն ու զվարճանքի վայրերը, ավտոտնակներից բաղկացած բակերն ու խցանված փողոցները։ Ինչու եւ ինչպես Երևանը կորցրեց իրեն հատուկ դեմքն ու գույնը, իր հյուրերին ապշեցնող թամանյանական ճարտարապետությունը, դառնալով մոխրագույն եւ անհետաքրքիր։ Ըստ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի այս խնդրի առաջ կանգնեցինք երկու պատճառով՝ անտեղյակության ու լավը վատից չտարբերելու անկարողության։ Պակաս դեր չունեցավ նաև շահերի բախումը, մասնավոր շահը սկսեց գերիշխել պետական ու հանրային շահին։ Անհատը իր ներդրած գումարով սկսեց թելադրել իր կամքը, արդյունքում կանգնեցինք փաստի առաջ։ Չի բխում ոչ քաղաքի զարգացման, ոչ գլխավոր հատակագծի եւ ոչ էլ ընդհանրապես մի որևէ շահերից, բացի անձնական շահից, անձնական շահի որոշ տոկոսը ինչ որ քանի որ կառուցվում է կարող է հասարակությունը վայելում, բայց դա ժամանակի ընթացքում սիտուացիան փոխվելու պարագայում դա գավասար բիզրո է։ Եվ մենք ավելի մեծ վնասներ կկրենք, քան եթե մենք ձեռք չտանք։ Երևանը ժամանակին փոքրիկ գավառական քաղաք էր 40,000 բնակչությամբ, ուր գերիշխում էր պարսկական մշակույթը, սակայն Թամանյանի 1924 թվականի հաստատված հատակագծով կառուցվող քաղաքը նախատեսված էր 100-ից 150,000 քաղաքացու համար։ Թամանյանը ցանկանում էր վերակենդանացնել ազգային ճարտարապետությունը։ Սկսեց կառուցվել քաղաքը։ Դրվեցին փարոսներ։ Այսինքն փարոսներ են տրվում, թե որ փողոցը որտեղից անցնում բան, հետագայում այդ ուղղությունները ճիշտ կազմավորելու համար։ Այսինքն եթե հրաբարակի վրա մի շենք տրվեց, կառավարական շենքը իրեն նկարվածությամբ, որովհետեւ հետագա շարունակությունը գնա այդ ուղղությամբ։ Եթե Նալբանդյան փողոցն էր վերում Զովետ ինստիտուտի, որ հիմա փոխվել է տնտեսագիտական ինստիտուտն է, այդ անկյունի շենքը տրվեց, որ իմանան սկսում է հրաբարակից Նալբանդյան փողոցը, այնտեղ արդեն տեղա, որ պետք է շուրջ կա մյուս փողոցի վրա։ Այսինքն այդ փարոսների շնորհիվ կարծես թե հիմք տրվեց Երևանի զարգացման։ Ճարտարապետը կարծում է, որ այն ինչ կապված է պատմության հետ չի կարելի ոչնչացնել, քանի որ եթե կտրվում է շարունակական այդ շղթան, առաջանում են խնդիրներ։ Կոմունիստների ժամանակ, երբ որ նոր կազմավորվում սովետական կարգերը, ասում են ամբողջը չնջենք եւ նորից կառուցենք։ Այդպես չի կարող լինել այդպես։ Եվ եթե մենք գնում ենք այսօր եվրոպական քաղաքներ, մենք տեսնում ենք իրոք նրանց պատմություն ամբողջ։ Եվ ես չեմ ասի, որ նրանք ավելի հին ժողովուրդ են, ավելի մեծ պատմություն ունեն, ավելի մեծ արժեքներ են ստեղծել, քան այ ժողովուրդը, բայց բոլոր դեպքերում անկախ նրանից շատ է քիչ է, բայց մենք ցկտում ենք տեսնել այն պատմությունը, որտեղ որ մենք գնում ենք։ Մասնագետը մեծ ցավ է ապրում եւ տեսնում է, թե ինչերի են վերածում էր պատմամշակութային արժեք ունեցող շինությունները։ Երևանի ամենակոլորիտային շինություններից մեկը Փակ շուկան այսօր հնարավոր չէ ճանաչել։ Ցավը ինչպես ես այսօր չեմ մտնում մեր ծածկած շուկայի ներսի տարածքը, որը համաշխարհային նշանակություն ունեցող կառույց էր։ Այսինքն արդեն տեսեք արտաքին ասում ենք պահպանել ենք, բայց ճարտարապետությունը դա միայն արտաքինը չի։ Այսօր եթե դուք մտնում եք, դուք չեք զգում դա այն շուկան է, չէ՞, մտակներսը։ Նույնը ճակատի կարող է ինչ-որ հատված պահպանել է հին Երևանից, բայց մտնում եկնես դուք չեք արդեն զգում որ դա հին Երևան է։ Ներկայում մեծ տարածում գտած մոդեռն ճարտարապետությունը հետաքրքիր է, սակայն չի կարող հնի տեղը գրավել։ Մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, որտեղ մոդեռն կոչվածը դարձել է մեր կենցաղի մի մասը։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը խոսելով հին Երևան նախագծի մասին տխրում է, քանի որ մեր հին շենքերը պետք է պահպանել այնտեղ, որտեղ կառուցվել են, այլ ոչ թե ավիրել եւ շինության մի հատվածը որպես թանգարանային նմուշ տեղափոխել այլ վայր եւ պահել։ Մտածեցին, որ ինչ որ քանդում են, տանել տեղափոխեն գլխավոր պողոտա։ Եվ արդյունքում ինչ է ստացվում։ Ոնց որ ասում են, անսպասելի, ինձ համար ամենաանցանկալի եւ ոչ միայն ինձ համար ճարտարապետների մեծ մասը իրոք նա չի կարող ընդունել, որովհետեւ նա ոչ իրեն ճարտարապետությամբ, ոչ իրեն մասշտաբներով չի ներդաշնակում այդ տարածքին։ Նու պատկերացրեք ամբողջ փողոցի կողքի Արամի եւ Բյուզանդի փողոցների լայնությունը 7 մետր փողոցն 1 մետրի մայթ 9 մետրի հասնող բանա եւ դրա կողքը 16 հարգանի շենքեր եւ մեջտեղում 4 հարգանի իրար կպցրած վերակառուցած շենքեր մի ընդհանուր ծածկով։ Դրա ի՞նչն է հին Երևան։
Դա չի կարող լինել հին Երևանի կերպար։ Մեր մայրաքաղաքը հետաքրքիր եւ բազմազան չէ նաեւ զբոսաշրջիկի համար, քանի որ վերջինս լսելով Երևանի հազարավոր տարիների պատմության մասին ցանկանում է տեսնել նոր քաղաքակրթություն, նոր մշակույթ եւ ապրելակերպ, որոնք ամփոփված են հին շինությունների եւ կառույցների մեջ, սակայն գալով Երևան ոչինչ չի գտնում եւ անմիջապես մեկնում է Հայաստանի մարզեր, տեսնելու գոնե այնտեղ պահպանված մեր պատմամշակութային արժեքները։ Սպասարկման մեծ քանակությամբ մենք օբյեկտներ ենք սարքում, որովհետեւ տուրիստներին ներգրավենք։ Գիտեք ինչ կա, նման կառույցներ աշխարհում այնքան շատ կա, որ դրանց համար հետաքրքիր չի, նրանք գալիս են նորը տեսնելու համար, նորը տեսնել ոչ թե նոր կառուցվածը, այլ նորը հինը տեսնելու համար։ Դա ինձ համար նորություն է ինչ որ կտեսնեն։ Դա համար մենք պետք է այդ հարցերում շատ զգուշորեն մոտենանք։ Գոյություն ունեն թեմաներ, որոնք հասարակական են։ Այս պարագայում Երևանի հին շենքերի պահպանման խնդիրը այս թեմաների շարքին է դասվում։ Ուստի որոշումներ կայացնելուց առաջ պետք է հաշվի նստել նաև հասարակության հետ։ Այն բայրերը, որոնք որ դա հասարակական են, դա պետք է դրվի հասարակության քննարկմանը։ Եթե հասարակությունը մեզ ամբողջությամբ ընդունի, ես մենակ մնամ, ես ներողություն խնդրեմ, կարող եմ ասեմ, ես ուրեմն բնակավայրից փոխում եմ, գնում եմ այնտեղ, որտեղ այդ բնակավայրը ինձ համար հարազատ է։ Նույն ճակատագիրը ինչ որ չափով սկսել էր արդեն շուրկատեպի ոնց որ Գյումրին էր, Կումայրի այնտեղ արկելոց ստեղծվեց։ Բայց այս ժամանակ հատվածում այնպեսի շենքեր մտան այդ Կումայրի տարածքը, որ Գյումրին նույնիսկ փոխում է կամ մեծ քանակությամբ ունենալով այդ հուշարձան շենքերը, փոխում է իրեն կերպարը։ Չնայած որ Ուիլյամ Սարոյանը կարծում էր, որ Երևանը արագորեն է աճել եւ գեղեցկացել, այնուամենայնիվ դրա համար պահանջվել են տասնամյակներ, սակայն փաստ է, որ մայրաքաղաքը կերտել է եւ հասարակություն է ձևավորել Երևանում ժամանակին մեծ տարածում ունեցող հասարակական վայրերը։ 50-ական թվականների վերջից մինչև 90-ական, 80-ական թվականների վերջը ձևավորվեց որպես մայրաքաղաք։ Իրեն ազգաբնակչությամբ, իրեն մշակույթով, մշակույթի բոլոր ուղղությունները, եւ ճարտարապետություն, եւ երաժշտություն, եւ նկարչություն, թատերական արվեստ եւ այլն եւ այլն։ Այսինքն ձևավորվեց հասարակություն, որտեղ մենք ունենք շատ հասարակական վայրեր։ Իտալական ֆիլմերում, նույնը Գյումրիում էր, երեկոները մարդիկ դուրս էին գալիս, մի ծայրից ոսնում էին, մինչև այգու, մինչև վերջի ծայրը, հետո հետ էին գալիս, իրար տեսնում էին, բարևում էին եւ ներկայանում էին։ Մեր հասարակական վայրերից մնացել են մի քանի փոքր հետիոտին տեղեր, դա Կասկադի մասն է։ Հյուսային Պողոդայի հետիոտին ճանապարհի մասն է, որտեղ դա ամբողջ բնակելի տարածքներ են, դա հասարակական վայր չի։ Փողոցն է հետիոտին, դրա համար մարդիկ այնտեղ հավաքում են, եթե դա հետիոտին չլար, այդտեղ էլ մարդ չէր գնա։ Հասկանեք, այսինքն մենք չունենք։ Միակ տեղը, որ շփվում են մարդիկ, դա սրճարաններն են, ռեստորաններն են, ինչքան լավ, ինչ քանակություն դա կարող է կայանա։ Այն ժամանակ սկսած կինո թատրոններից ունեն նախասրաններ, որ երաժշտություններում գնում են, մեծ ներկայացումներ են անում, դες ոնց ասեմ, այլ միջավայրեր։ Այլ մենք պետք է վերականգնենք այդ միջավայրը։ Այսօր երևանցիները կայանալու խնդիր ունեն, իսկ մեր հասարակական վայրերի քչությունը դա թույլ չի տալիս։ Այսպես է կարծում ճարտարապետը։ Բակերից մարդիկ զրկվեցին, վերացավ հարևանությունը, երեխաների բակային խաղերը։ Այս ամենը պայմանավորված է կանաչ տարածքների բացակայությամբ, ավտոտնակների մեծ քանակությամբ։ Սա ապացուցում է, որ ոչ ճիշտ մշակված քաղաքականությունը եւ ճարտարապետությունը կարող են էականորեն ազդել ոչ միայն քաղաքի պատմության տեսքի, այլ նաեւ ապրող մարդկանց դասյարակության եւ կայացման վրա։